Գիրք Նահում, գլուխ 1. Նինվեի պատգամը, ելկեսացի Նահումի տեսիլքի գիրքը։ Նախանձոտ և վրեժխնդիր Աստված է Տերը, վրեժխնդիր է Տերը և բարկության Տեր, վրեժ առնող է Տերը իր ոսողներից և բարկություն պահող իր թշնամիների դեմ։ Տերը երկայնամիտ է և մեծազոր, և երբեք չէ արդարացնի հանցավորին։ Տիրոջ ճանապարհը մրրիկի և փոթորկի մեջ է, և ամպերը նրա ոտների փոշին են։ Նա սաստում է ծովին և նրան ցամաքեցնում, և բոլոր գետերը չորացնում։ Թառամում են Բասանն ու Կարմեղոսը, և Լիբանանի ծաղիկը թառամում է։ Սարերը դողում են նրանից, և բլուրները հալվում են։ Երկիրը բարձրանում է նրա առաջին, նաև աշխարհը և բոլոր նրանում բնակողները։ Նրա ցասման առաջին ով կկանգնե, և ով կդիմանա նրա բարկությունը բորբոքելիս։ Նրա սրտմտությունը թափվում է կրակի պես, և ապառաժները ճաքում են նրա առաջին։ Բարի է Տերը, ամրոց է նեղության օրումը, և նա ճանաչում է իր անապավինողներին։ Հորդահոս հեղեղով պիտի վերջ տա նրա տեղին, և նրա թշնամիներին պիտի հալածե խավարը։ Ի՞նչ եք մտածում Տիրոջ դեմ, վերջ տվողը նա է, նեղությունը երկու անգամ վեր չի կենա, որովհետև մինչև որ նրանք փուշերի պես խճճված են, և իբր իրանց գինիովը արբածներ, պիտի սպառվին բոլորովին չոր հարդի պես։ Քեզանից դուրս եկավ Տիրոջ դեմ չարություն մտածող անօրեն խորհրդականը։ Այսպես է ասում Տերը. թեև անդորր են ու այսքան բազմաթիվ, բայց և այնպես պետք է կտրվին, և նա պիտի անցնի, թեև ես քեզ նեղել եմ, այլևս չեմ նեղի, և հիմա պիտի նրա լուծը կոտրեմ քո վրայից, և կապերդ պիտի կտրեմ։ Եվ Տերը հրամայել է քո մասին, այլևս սերունդ պիտի չլինի քո անունիցը, քո աստվածների տանիցը պիտի բնաջինջ անեմ քանդակածն ու ձուլածո կուռքը, քո գերեզմանը պիտի շինեմ, որովհետև դու անարգ եղար։ Ահա սարերի վրա ավետիք բերողի ոտները, որ խաղաղություն եք հարուզում։ Տոնի՛ր, ո՛վ Հուդա, քո տոները, կատարի՛ր ուխտերդ, որ այլևս անօրեն պիտի չանցնե քո միջովը, բոլորը բնաջինջ եղավ։